Բարևձեզ։ Մինչև 18 թվականը մենք համարում էինք, որ մեր երկրում, Հայաստանում եւ Արցախում կան շատ խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ նա զարգանում էր։ Իսկ հիմա մենք համարում ենք, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ։ Մենք ապրեցինք ցեղասպանություն։ Մենք սպասում ենք անկլավների հանձնման, միջանցքների ստեղծման, մի քանի 100,000 փախստականների գալու եւ ընդհանրապես որ մենք կդառնանք Թուրքիայի վասալ։ Դրա պատճառը ոչ միայն օբյեկտիվորեն գոյություն ունեցող բարդ իրավիճակն է երկրի շուրջը, երկրի ներսում էլ։ Նախ եւ առաջ դա խնդիրներ են, որոնք ստեղծվել են իշխող ռեժիմի կողմից։ Այդ խումբ մարդիկ եկան իշխանության Արցախը հանձնելու գաղափարով, չնայած դա թաքցրեցին ժողովրդին, Ռուսաստանից թեքվելու գաղափարով, որը նույնպես բացահայտ չէր ասվում։ Այդ պատճառով իրանք ունեցան զգալի աջակցություն Արևմուտքից, նաև Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Բայց այդ ամեն ինչը բազմաթիվ անգամ քննարկվել է իմ մոտ այլ նպատակա։ Ես դիմում եմ նրանց, ովքեր հասկանում են, թե ինչ քրիտիկական վիճակում ենք մենք գտնվում, ես ուզում եմ քննարկել եւ առաջարկել որոշ լուծումներ, գործողություններ, եթե անհամեստ չհնչա նաեւ գաղափարախոսություն։ Այս առաջարկությունները արվելու են իմ եւ իմ ընկերոջ Գյուլխասյան Արշավերի անունից, նա աշխատել է ինժեներ, գլխավոր ինժեներ տարբեր գործարաններում։ Ես ֆիզիկոս եմ, աշխատում եմ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Մի խոսքով, մենք սովորական տեխնոկրատներ ենք, որոնք երբեք չեն մասնակցել ոչ մի քաղաքականության մեջ, բայց որոնք անտարբեր չեն երկրի նկատմամբ։ Ուզում եմ դիմել քաղաքական էլիտաներին եւ ամեն մի քաղաքացու։ Այս հարցը պետք է լուծվի։ Իշխանափոխության հարցը պետք է լուծվի։ Դեռ հնարավորություն կա խուսափել որոշ սպառնալիքներից։ Կորուստները դժվար է հետ վերադարձնել, բայց ապագա կորուստների մասին պետք է խոսալ եւ պետք է փորձել նրանցից խուսափել։ Բարձր ինիցիատիվան, բարձր աշխատանքի մեծ մասը պատկանում է մեր քաղաքական կուսակցություններին։ Եվ բարձր այդքան էլ շնորհալի գործ չի իրանց խորհուրդն էլ տալ։ Բայց մյուս կողմից դա նաև իրանց անձնական գործ չի, դա ընդհանուր հարց է, ու ես ամբողջ հարգանքով իրանց նկատմամբ կաշխատեմ ինչ որ թե բան առաջարկել։ Ու նախ եւ առաջ ասեմ, որ մենք աջակցում ենք բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գործողություններին։ Դա լինի փողոցային պայքար, դա լինի impeachment, թե դա լինի ընտրություններ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք փողոցային պայքարը հաջողություն դեռ չի բերել, impeachment-ը կարծես թե նույնպես տեղում ադոփում չի սկսվել process-ը ընդհանրապես։ Դա նշանակում է, որ եթե այդ ուղղությունները չհաջողվեն, տեղի կունենան ընտրություններ, ոչ ուշ, քան 26 թվականին։ Կարող է եւ շուտ լինի։ Ես պայմանական խոսալու եմ 26 թվականի ընտրություններին, բայց եթե լինի արտահերթ, ամբողջ իմ ասածս վերաբերվում է նաեւ արտահերթ ընտրություններին։ Մեր առաջարկությունը նրանումն է, որ մենք ուզում ենք դարձնել ընտրությունները ռեֆերենդում Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակով։ Փաստացի այլ ձևով կարելի է ասել ընտրությունները անցկացնել երկու էտապով 26 եւ 27 թվականին։ Ինչ է դա նշանակում։ Մի ընդհանուր մեկնաբանություն։ Ինչու՞մն է ընդհանրապես խնդիրը։ Խնդիրը իհարկե նրանումն է, եթե խոսքը գնում է ընտրությունների մասին, որ ազդել կամ օգնել ժողովրդին իր կարծիքը ձևավորել։ Քանի որ վերջով ընտրություններում առնվազն սկսած 2017 թվականին Հայաստանում որոշիչ է ժողովրդի ձայնը։ Այն ընտրակեղտիկները, որոնք լինում էին,
հիմա արդեն տեղի չեն ունենում 2017 թվականից սկսած։ Այսինքն մենք պետք է փնտրենք, թե ոնց ենք մենք ազդում ժողովրդի վրա, ոնց ենք մենք օգնում իրան ձևավորել կարծիքը։ Իմ կարծիքով դա նախ եւ առաջ ժողովրդի վրա նախ եւ առաջ ազդում է Հայաստանի էլիտաների գործողությունները, կարծիքները, նախ եւ առաջ այս քաղաքական հարցում քաղաքական էլիտայի կարծիքները, բայց նաեւ իհարկե նաեւ պրոֆեսիոնալ տարբերություններով էլիտաների։ Եվ որպես օրինակ ասեմ, այն ինչ որ շատ մարդիկ զգում էին եւ հիմա էլ են զգում, որ եթե Հայաստանի 3 առաջի նախագահները միավորվեին պատերազմից հետո, միգուցե մենք կարող ենք խուսափեինք այն ամենածանր կորուստներից, որոնք տեղի ունեցան 2020 թվականից հետո նախ եւ առաջ Արցախի կորուստից։ Դա ցավոք սրտի տեղի չունեցավ, դա պատմության հարցնա, չնայած ինձ թվում է դեռ ուշ չի, որ իրանք միացյալ հայտարարություններ եւ նույնիսկ գործողություններ միգուցե անեն։ Ուրիշ էլիտաների մասին կասեմ ավելի ուշ, իսկ հիմա խոսեմ քաղաքական էլիտայի մասին։ Անկասկած ամենաուժեղ գործիքը քաղաքական ընդդիմադիր էլիտայի մոտ դա համախմբումն է։ Եթե իրանք միավորվեն, դա անկասկած շատ ուժեղ քայլ կլինի, որպես օրինակ բերեմ 96 թվականի ընտրությունները, երբ որ ընդդիմությունը միավորվեց Վազգեն Մանուկյանի շուրջը եւ միանգամից Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ առաջացավ շատ հզոր մրցակից։ Մյուս կողմից պարզ է, որ ընդդիմությունը չի կարող միավորվել։ Ամեն մի կուսակցությունը, անձերը ունեն իրանց գաղափարախոսությունը, ուղղակի միացնել այդ գաղափարախոսությունները շատ դժվար է։ Եթե իրանք միավորվեն, իրանք փաստորեն կորցնում են իրանց ինքնությունը եւ այդ պատճառով դժվար է պատկերացնել եւ բոլոր բանախոսները տարբեր աուդիտորիաներում, երբ որ առաջարկում են այդ միավորումը, իրանք առաջարկում են տենց մի թեթև անհույս ոճով, որտեղ հասկանում են, որ դա տեղի չի ունենա։ Մեր առաջարկությունը կոչված է լուծել այդ խնդիրը։ Մենք ասում ենք, որ շատ լավ, բոլոր կուսակցությունները թող շարունակեն կատարել այն աշխատանքը, որ իրանք մինչև հիմա կատարում էին։ Պատրաստելով փողոցային բողոքները, պատրաստվելով ընտրություններին եւ ընդհանրապես ամբողջ իրանց աշխատանքը։ Բայց միաժամանակ զուգահեռ պատրաստեն հետևալ սցենարը համախմբման, որը կայանում է նրանում, ինչպես ես ասացի, որ 26 թվականի ընտրությունները անցկացնել 2 էտապով։ Առաջի էտապում բոլոր ընդդիմության բոլոր հայրենասեր կուսակցությունները չեն մասնակցում 26 թվականի ընտրություններում, բայց աջակցում են մի տեխնացուի։ Այդ տեխնացուին կառաջարկի մեր պատկերացումով կաթոլիկոսը, վեհապարը։ Իհարկե որոշ խորհրդակցություններ ունենալով կուսակցությունների հետ, սփյուռքի հետ եւ եթե թույլ տաք ասել Աստծո հետ։ Իհարկե վեհապարին մենք պետք է խնդրենք, որպեսզի այդ աշխատանքը ինքը կատարի, բայց իր մասնակցությունը իհարկե կտա լրացուցիչ մեծ կշիռ այդ տեխնացուին եւ ամբողջ այդ process-ին։ Հույսով 26 թվականին այդ ընդհանուր տեխնացուն հաղթելու է եւ 27 թվականին անցկացնելու է նոր ընտրություններ, արտահերթ ընտրություններ։ Այսինքն լինելու է իշխանության գլխին 1-1.5 տարի մոտավորապես։ Ժողովուրդը այդ ժամանակ կկարողանա ընտրել բոլոր կուսակցությունների միջև, իրենց գաղափարախոսությունների միջև եւ ինչի ոչ նոր կուսակցությունների միջև նույնպես։ Հիմնակարը այս սցենարի նրանումն է,
որն միացյալ տեխնացուն, որը 26 թվականին հաղթեց, նա չի մասնակցել ոչ 27 թվականի ընտրություններին, ոչ էլ հաջորդ ընտրություններին։ Դա պարզ է։ Եթե ինքը մասնակցի, ինքը կլինի անհաղթահարելի ուրիշ կուսակցությունների կողմից, քանի որ իր հեղինակությունը սարսափելի բարձր կլինի։ Այդ պատճառով իհարկե ոչ մի կուսակցություն 26 թվականին չի համախմբվի իր շուրջը, չի այս սցենարին հետևի, եթե իմանա, որ այդ տեխնացուն մասնակցելու է հաջորդ ընտրություններին։ Ոչ, պետքա չմասնակցի ընդհանրապես ոչ մի ընտրություններին։ Նույնը համարյա թե վերաբերվում է այն падգամավորներին, որոնք հաղթող տեխնացուի ցուցակում կլինեն 26 թվականին, 27 թվականին իրանք նույնպես պետքա չմասնակցեն ընտրություններին։ Նույն գաղափարով հաջորդ ընտրություններին կարող են մասնակցել, պարզա որ 26 թվականի ցուցակում միացյալ տեխնացուի կլինեն ջահելները, առաջարկած բոլոր կուսակցությունների կողմից, դա իրանց համար շատ լավ մեկնարկ կլինի, իրանց համար դժվար չի լինի մեկ ցիկլ բաց թողնել, ես կարծում եմ, որ իրանց կվերցնեն աշխատանքի տարբեր նախարարություններում, կուսակցություններում իրանք կարիերա կանեն եւ այլն, այսինքն դա իրանց տեսակետից նորմալ է։ Եվ կրկնեմ, որ հաջորդը ուրեմն 27 թվականի ընտրություններն են արտահերթ լինելու։ Ինչու՞մն են լինելու ժամանակավոր այդ 26-ից 27 թվականի կուսակցության խնդիրները։ Առաջի խնդիրը դա Հայաստանի անվտանգության ապահովումն է։ Դա նշանակում է պետքա զարգացնել բանակը, պետքա վերջապես սկսել անցկացնել զորավարժություններ, նույն մտքով պետքա վարվի արտաքին քաղաքականությունը, պետքա ամրապնդել միջազգային վիճակը Հայաստանի, դա նշանակում է մասնավորապես վերականգնել Ռուսաստանի հետ կապերը, որոնք փաստորեն փլուզման եզին են կանգնած, լավացնել կապերը Պարսկաստանի հետ, միգուցե իսկապես էլ պայմանագիր կնքել, որը Պարսկաստանը մեզ առաջարկում էր վերջերս, եւ այլն, եւ իհարկե կարևոր գործն է դա 27 թվականի ընտրությունները։ Վերջապես նույն սցենարի մի մասը նրանումն է, որ պահանջել բոլոր էլիտաներից, արդեն ոչ միայն քաղաքական, արտահայտել իրանց վերաբերմունքը ներկա ռեժիմին։ Թող արտահայտեն կողմ, հետաքրքիր է, դեմ, հետաքրքիր է նաև, երբ որ իրանք խուսափում են, ինչպես հիմա է տեղի ունենում։ Մենք չգիտենք մարդիկ ոնց են վերաբերվում, մեր հայտնի մարդիկ, իրանց չեն էլ կարգին հարցնում, իսկ հիմնականում իրանք խուսափում են իրանց կարծիքը արտահայտելու։ Ու երկրորդը շատ կարևոր է։ Ժամանակը մինչև 27 թվականի ընտրությունները մենք պետքա օգտագործենք նրա համար, որ հասկանանք, քննարկենք, թե ինչ երկրում մենք ուզում ենք ապրել, ինչ երկիր մենք ուզում ենք ունենալ։ Հիմա տպավորությունը այնպիսին է, որ այդ հարցը մարդկանց առաջ կանգնած չի։ Իրանք համարում են, որ այդ հարցը դրսից են որոշվելու, կամ էլ իրանք ընդհանրապես համարում են, ինչպես մի հատ մեկնաբան ասեց, շատ դիպուկ Հայաստանը նման է փախստականների ճամբարին, որտեղ մարդիկ ժամանակավոր գտնվում են, մինչև գտնեն մի հատ ապաստան որևէ այլ երկրում։ Դրա մասին ավելի ուշ կխոսանք, կարող է ոչ այսօր։ Ես այս սցենարին քննարկել եմ տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչների հետ, տարբեր կուսակցություններից, հիմնականում կուսակցություններից։ Հիմնականում արձագանքը հետեւյալն էր. ոչ մի բան չի ստացվի։ Շատ լավ։ Իսկ ինչու չի ստացվի։ Այստեղ մի քիչ դժվար է ավելի ասել, որովհետև փաստորեն որոշակի հիմնովին փաստարկներ չէին բերում, հիմնական փաստարկը հետևյալն էր։ Այնպիսի տեխնացու, որը լինի միացյալ տեխնացու, փնտրել ենք կամ հասկանում ենք, որ չի գտնվի, չկա տենց տեխնացու։ Դա իհարկե տարօրինակ է։ Ներկա իշխանությունը ունի վարչապետի տեխնացու եւ վարչապետ ունի Նիկոլ Փաշինյան, իսկ մնացած 3 միլիոնում հնարավոր չի գտնել մի հատ արժանի մարդ,
որը կարողանա այդ կարճ ժամանակը ճիշտ քայլեր անի, էլ չեմ ասում, որ իր մոտ կարող են լինել խորհրդականներ ամբողջ նախքին քաղաքական էլիտան։ Ես չեմ կարծում, որ դա լուրջ հակափաստարկ է։ Երկրորդ փաստարկը նրանում է, որ եթե մեկը դառնա վարչապետ, ապա ինքը չի լքի իր պաշտոնը, այսինքն չի անցկացնի 27 թվականին արտահերտ ընտրություններ, այսինքն փաստորեն իր հանրությանը տված խոստումները, վեհապարին տված խոստումները ինքը կխախտի։ Ավելի քիչ եմ պատկերացնում, դա ինձ թվում է անհնար է։ Եթե մենք տենց մարդ չենք կարող գտնել, ապա մենք չենք կարողանա ընդհանրապես երազել պետություն ունենալու մասին։ Պարզ է ինչ է կատարվում։ Կուսակցությունները չեն ուզում դուրս գալ կոմֆորտ զոնայից, եւ դա հասկանալի է։ Երբ որ իրանք գործում են իրանցով, իրանց կուսակցության որոշումներով, իրանց կուսակցության գործողություններով, իրանք հասկանում են ինչ են անում, կախված չեն ուրիշներից։ Եթե իրենք պետքա պայմանավորվեն ուրիշների հետ, ապա դա անկասկած իրանց կոմֆորտ զոնայից հանում է։ Դա դժվարություններ են, որոնք իրանք պետք է հաղթահարեն։ Չեմ կարծում, որ դա չափազանց բարդ խնդիր է։ Վերջ-վերջով իրանք հրաժարվում են ինքնուրույն գործողություններից այդ 26-ից 27 թվականի ժամանակահատվածում։ Իրանք իհարկե կարող են ուրիշ դեպով մերժել այս սցենարին, եթե իրանք համոզված են, որ կհաղթեն 26 թվականի ընտրություններում։ Մենք միայն երջանիկ կլինենք, եթե դա տեղի ունենան, բայց իրանք պետք է հասկանան իրենց պատասխանատվության մասշտաբը։ Մենք իրավունք չունենք պարտվել այդ ընտրություններում։ Նորից 21 թվականի սցենարը չի կարող կընկերկրվել։ Դա կնշանակի, որ Հայաստան պետությունը ոչ միայն կգլորվի, բայց ուղղակի կընկնի այդ անդունդը։ Կան նաև ուրիշ ավելի նուրբ միգուցե հակափաստարկներ, բայց այդ թող իրանք ներկայացնեն, որովհետև դա ավելի դժվար է։ Ինձ մնաց ասել հետևյալը. այդ երկու ընտրությունների 26 եւ 27 թվականների միջև ժամանակահատվածը մենք պետք է նվիրենք նրան, որ քննարկենք, թե ինչ երկիր ենք մենք ուզում։ Ով է ստեղ տերը, արդյոք ժողովուրդը տերը։ Ինչ կանոններով մենք ուզում ենք ապրել։ Մենք պատրաստ ենք կատարել այն օրենքները, որը մենք ինքներս որոշել ենք, մեր ազգային ժողովները որոշել ենք, ստեղծել ենք։ Թե մենք պետք է սպասենք հերթական ազգի փրկչին, որը մեզ հաջորդ 7 տարի արդեն խելոք տեսքով սովորացնի ճակերտներում ինչ-որ թե բաներ։ Ես կարծում եմ, որ դա պետք է առանձին քննարկվի, հույս ունեմ քննարկելու։ Այս պահին մեր նպատակը համեստ է։ Մենք ուզում ենք, որ այս սցենարին, այս առաջարկությունները դառնան հասարակական քննարկման առարկա։ Լրագրողները հարցնեն քաղաքական եւ հասարակական գործիչներին, արդյոք իրանք համաձայն են։ Եթե համաձայն չեն, ինչ փաստարկներ կան, եւ այլն եւ այլն։ Էկրանի վրա ամբողջ ժամանակ դուք տեսնում եք Telegram-ում հասցե շնիկ էլեկրենդում 2026, եթե որոնում տակ, ապա կգտնեք մի կանալ, որտեղ մենք տեղադրել ենք այս առաջարկությունը։ Այնտեղ ոչ մի բան չկա, բացի մի սկզբնական նամակից եւ այս առաջարկություններից։ Այնտեղ կա նաեւ մի բան, անանուն քվեարկություն, որտեղ ես հրավիրում եմ մասնակցել բոլոր նրանց, ովքեր կողմ են այս սցենարին։ Քվեարկությունը կայանում է նրանում, որ դուք նշում եք դուք Հայաստանի քաղաքացի եք, թե ոչ։ Նպատակն է հավաքել մաքսիմալ ձայներ, ես կուզենայի հարյուրավոր հազարներ ձայներ հավաքվեին, որպեսզի մեր քաղաքական էլիտան հասկանա, որ սա լուրջ է եւ լուրջ մտածի, որ ժողովուրդը ուզում է, որ իրանք միավորվեն եւ մտածի կարող է իսկապես գնա այդ ուղղություններով։ Խնդրում եմ լրագրողներին հարցրեք բոլոր մարդկանց, ում հետ դուք գործ ունեք, էլիտայից եւ ուղղակի մարդկանց այս սցենարի մասին իրանց կարծիքը։ Այսքանն է այսօր, շնորհակալություն։